Պարոն Կատվանյան, այսօր գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանն անդրադարձավ առավոտյան օրերին ձնամաքրման աշխատանքներին, նշեց, որ գոհ չի կարող լինել եւ բավարար գնահատեց ձեր աշխատանքը, ըստ ինչու քաղաքապետին չի գոհացրել աշխատանքը։ Նայեք, քաղաքապետի գնահատականը բավարար մենք էլ ենք ընդունում ու փաստում ենք, որ դա այդպես է, որովհետեւ նախ տեղումները սկսվեցին ցերեկային ժամին Եվ ցերեկային ժամին տեղումների ժամանակ մեր տեխնիկան որոշակի խնդիր է ունենում տեղաշարժման։ Նույնիսկ ցանկացած սովորական օր, երբ որ մենք ուզում ենք օրինակ կենտրոն վարչական շրջան մուտք գործել, որոշակի փողոցներում խցանումներ ա լինում։ Եվ նույն մեր աղցանիչ տեխնիկաները բնականաբար հայտնում են խցանումների մեջ։ Մենք ունենք մայրաքաղաքում 37 աղցանիչ մեքենաներ, որոնք միջև տեղումները բացազատվում են ամբողջ մայրաքաղաքում, տեղեկատվություն ստանում ենք, որ մոտավորապես 2 ժամ հետո տեղումներ են սկսվելու։ Մեր ամբողջ տեխնիկան բացազատվում է իրենց համար սահմանված վայրերում։ Երբ որ սկսում է տեղումները, դրանց զուգահեռ միանգամից սկսում է փողոցների աղով եւ ավազով մշակման աշխատանքները։ Բայց բնականաբար այն հատվածներում, որտեղ լինում են խցանումներ, նույն մեր մեքենաները եւս հայտնվում են այդ խցանումների մեջ եւ ավելի բարդանում աշխատանքները։ Այդ մասով այո խնդիր ունեցել ենք, մենք այսօր փաստեցինք, պարոն Արայանը եւս զեկուցեց, որ այո այդ մասով որոշակի խնդիր ունեցել ենք։ Բայց այդ խնդիրը վերացվել է արդեն առավոտյան, երբ որ փողոցները ամբողջ գիշեր մենք աշխատանք ենք կատարել, երբ փողոցները ավելի դատարկ էին, երթևեկության ինտենսիվությունը նվազել էր եւ մեր տեխնիկան իրականացրել է նորմալ աշխատանքներ եւ որևէ խնդիր չեն եղել։ Մենք չմոռանանք նաեւ, որ դրա նախորդ օրին, երբ որ տեղումները տեղի ունեցել նույն դեկտեմբերի 31-ին, 1-ին, 2-ին Իասում համայնքային հիմնարկը աշխատել է ու որպես այդպեսին խնդիր չեն եղել փողոցներում։ Այսինքն նախապես տեղեկացված լինելով տեղումների մասին, տեխնիկան արդեն բաժանվել է, որտեղ ես պիտի հարցնեի ինչու նախապես չի տեխնիկան արդեն դասել։ Տեխնիկան նախապես բաժանվում է ամբողջ տարածքում։ Մեր 37 մեծ տեխնիկաները, 12 կերխեր տիպի փոքր բազմաֆունկցիոնալ մեքենաները բաժանվում են ամբողջ վարչական շրջաններում։ Օպերատիվ ձևով ես սպասում ենք ձյան տեղումներին։ Տեղումների հենց սկզբից արդեն մեկնարկում են աշխատանքները։ Բայց ընդամենը մենք հասկանում ենք, որ Երևան ունի մոտավորապես 1200 կիլոմետրից ավել փողոցներ եւ 37 տեխնիկաները մեծ եւ 12 կերխերները չեն կարող այդ 1200 կիլոմետրում միանգամից Երևան ու միանգամից աշխատանք կատարել։ Այսինքն մենք աշխատանքները հերթականությամբ տեղ ունենում ըստ սխեմայի, որը մենք ունենք աշխատանքային։ Եվ ի վերջո մայրաքաղաքում քանի տեխնիկա այդ օրն աշխատեց, որովհետև կանաչապատման վահակի տնօրենը պնդում էր, որ 20 տեխնիկա իրենց վահակից է աշխատում։ Դուք այդ օրը պնդեցիք, որ 47-ն է աշխատում։ Ընդհանուր թվի հետ եք, թե միայն ձեր վարչության։ Չէ, նայեք, տարբեր գործառույթներ ենք իրականացնում։ Մեր տեխնիկաները իրականացնում են փողոցները աղով ավազով մշակման աշխատանքներ։ Մենք ունենք 37 մեծ տեխնիկա, 12 կերխեր տիպի տեխնիկաներ, իսկ կանաչապատման տեխնիկաներ դրանք ինքնաթափեր են։ Դրանց միջոցով մեր պահեստներից աղավազային խառնուրդներ են տեղափոխվում վարչական շրջաններ, որպեսզի եւ մեր աշխատակիցները եւ վարչական շրջանների աշխատակիցները կարողանան աշխատանքներ կատարել եւ մայթերում եւ բակային տարածքներում։ Այսինքն կանաչապատման տեխնիկան այդ մասով է օգտագործվում։ Ինչպես նաև իրենց տրակտորներն են օգտագործում մեր պահեստներում, այսինքն ընդհանուր մեկը մյուսին լրացնող է տեխնիկաները։ Այսինքն իրանք իրենց տեխնիկաներ ունեն ինքնաթափ տրակտորներ, մեր աղցանիչներն է փողոցների մշակման համար։ Մենք ունենք տեխնիկայի պակաս եւ որքան տեխնիկայի անհրաժեշտ, որպեսզի մայրաքաղաքն այդ օրերին կարողանանք լիովին մաքրել։ Նայեք, տեխնիկայի պակաս ունենք, այո, ունենք։ Մենք այս պայն այդ հաշվարկները կատարում ենք։ Արդեն իսկ հայտարարված են մի շարք տեխնիկաների ձեռքբերման մրցույթներ, ունենք հաղթողներ, երբ արդեն դրա ֆինանսավորումը կլինի, պայմանագրեր կկնքեն, այդ մասին արդեն կհայտարարենք մենք, բայց այո էական տեխնիկական պակաս ունենք, որովհետև չենք թաքցնի ու չենք էլ արդարանում, որ առնվազն վերջին 5 տարին ՀԻԱՍՄ հիմնարկի ստեղծումից մինչև այսօր նման ինտենսիվության ձյուն հիմնարկը չի տեսել։ Եվ առաջին անգամ է, որ գերծանրաբեռնված ռեժիմով մենք աշխատանք ենք կատարել, դա մենք նաև դյում ենք տվել հիդրոմետրին, ստացել ենք պատասխանը, որ այո ձյան եկած եւ ծածկույթներ աննախադեպ վերջին 5 տարիների համար չի եղել նման քանակի տեղումներ Երևանում։ Եվ արդեն այս պահին իրականացնում են հաշվարկներ
մոտորես պետք է հստակ վերջնական պատկեր զեկուցեն քաղաքապետին, որպեսզի արդեն սկսեն քայլեր ձեռնարկել վերջնական տեխնիկայի թարմացման մրցույթներ կազմակերպելու մասով։ Պարոն Կապելյան, մենք էլ Երևանի բնակիչ ենք, այդ օրերին շրջում էինք ոչ կենտրոնական փողոցները, ես Երևանի վարչական շրջանի բնակիչ եմ, մեր բակերը, շենքի եւ ընդհանրացած բակերը բնակելի, կարծեք տեխնիկա չի աշխատել, մինչեւ հիմա մերկասառույց կա։ Բակերը ի վերջո տեխնիկա մտել է, աշխատել է, մարդկային ռեսուրսը աշխատել է, մաքրման աշխատանքներ եղել են բակերում վարչական շրջաններում։ Նայեք, աշխատանքը ձմեռվա ընթացքում բաժանված է 3 առանձին մասերի։ Գլխավոր փողոցների մայթերի պատասխանատուն ԵԱՍՄ-ն է։ Այգիների, պուրակների, ջեմուղիների մաքրման աշխատանքների պատասխանատուն, ինչպես նաև վերնանցումների եւ գետանցումների աստիճանավանդակների մաքրման պատասխանատուն կանաչապատման հողակն է։ Բակերի մաքրման պատասխանատուն վարչական շրջանի աշխատակազմն է, բայց վարչական շրջանի աշխատակազմերը միայն փոքր մեխանիկական գործիքներով անհնար իրականացնել մաքրման աշխատանքներ։ Այս մասով անցած տարի մենք ձեռք ենք բերել այդ 12 բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք ֆիքսում են, որ քիչ են իրականում բակերում աշխատանք կատարելու համար, կատարել են առավելագույն աշխատանքը, ինչքան որ հնարավոր էր։ Վաղորդերը որոշ դեպքերում աշխատել են 15-18 ժամ անդադար աշխատանք են կատարել։ Այսինքն եղած ռեսուրսի պայմաններում արվել է հնարավորը առավելագույնը։ Բայց այստեղ մի խնդիր ունենք, որ երբ որ առաջին օրը դու ձյունը չես մաքրում, չես հասցնում, ինքը միանգամից սառցակալում է։ Այս պայմաններում նաև մեր խնդիրներն են, որ միանգամից ջերմաստիճանը մինչև -10 իջնում էր ու այստեղ խնդիր ունես։ Եկած ձյունը միանգամից, երբ որ դու աղավազային խառնուրդով մշակում ես փողոցը կամ մայթը, ինքը ընդհանրապես 2-3 ժամ հետո ուղղակի վերածվում է սառցադաշտի, այսպես ասած։ Այդտեղ խնդիր ես ունեն որոշակի։ Բակային տարածքների միջբակային այդ հատվածների մշակումը իրականացնում է վարչական շրջանը, բայց շենքի դիմացի հատվածը, աստիճանավանդակը, դա շենքը սպասարկող համատիրության գործառույթն է։ Այստեղ քաղաքապետարանը որևէ անելիք չունի։ Շենքը դա բազմաբնակարան, շենքը դա ընդհանուր բաժնային սեփականություն է։ Իսկ ընդհանուր բաժնային սեփականության պատասխանատուն համատիրություններն են։ Բնակիչները ամենամսյա վճար են կատարում դրա դիմաց։ Եվ պետք է նույն բնակիչները պահանջեն համատիրություններից, որ դուրս գան եւ իրենց դիմացի հատվածը մաքրեն։ Մենք մինչեւ դեկտեմբեր ամիսը հայտարարություն ենք տարածել բոլոր համատիրություններին, որ ովքեր որ ցանկանում են, կարող են գալ, աղավազային խառնուրդ վերցնել, տանել իրաց մոտ, պահեստավոր, որ նման օրերին օգտագործեն։ Եղել են շատ պարտաճանաչ համատիրություններ, որ եկել են, վերցրել են, բայց եղել են նաեւ հակառակը։ Եվ այս մասով չի կարելի ամբողջ բեռը դնել քաղաքապետարանի վրան ու ասել քաղաքապետարն է մեղավոր, որ մանաշենքի դիմացի հատվածը մաքուր չէ։ Մենք առնվազն դրա հետ համաձայն չենք։ Իսկ բակեր, որոնք ոչ թե շենքեր են, այլ սեփական տներ են։ Սեփական, նայեք, այստեղ մեկ այլ խնդիր ունենք։ Ես եւս սեփական տան ապրող եմ։ Ձյան ժամանակ ես դուրս եմ գալիս եւ իմ տան դիմացը մաքրում եմ։ Ես անձամբ։ Եվ այն միտումը, օրինակ որոշ քաղաքացիներ հիմա ասում են, դե թող քաղաքապետարանը գա մեր տան դիմացը մաքրի, ես համաձայն չեմ դրա հետ։ Այո, տեխնիկան աշխատում է այդ հատվածներում։ Ինչքան հնարավոր է, որտեղ ունենք օրինակ սեփական տների փողոցներ, որոնք չափազանց նեղ են, ու մեր արկա ռեսուրսը անհնար է մուտք գործի այդ վայրում, որովհետև նույն մեր բնակիչների ավտոմեքենաները կայանված են այդ փողոցներում ու ուղղակի անհնար է մտնել ու տեխնիկական մաքրում իրականացնել այդ փողոցներում։ Այսինքն մենք նաև քաղաքապետարան ինչ անի այս մասով, որ մեր բնակիչների ավտոմեքենաները շարում են փողոցների վրա, այնտեղ որ մեր մեքենաների լայնությունը 2.5-3 մետր է, ինչպես մտցնենք այդտեղ աշխատանք կատարելու։ Օրինակ որոշ դեպքերում Սարիթաղում օրինակ շատ տեղերում մենք ստիպված մեր պիկապ մեքենաները ուղարկում ենք այդ հատված եւ ձեռքով աղավազային խառնուրդ ենք ցանում։ Չենք կարող այդ բարձր հատվածում օրինակ ավելի փոքր կերխեր տեխնիկան օգտագործենք, որտեղ այդ դիքերը, այսպես ասած, դա չի բարձրանում այդ տեխնիկան։ Դրանով այդտեղ ավելի շատ պիկապ տեխնիկաներն են կարողանում աշխատել։ Հիմա այս մասով մենք աշխատանքներ կատարում ենք, որ եւ ձեռք բերենք պիկապ մեքենաներ, այսինքն բազմապրոֆիլ մեքենաների անհրաժեշտություն ենք ունենք եւ խոշոր չափերի եւ ավելի փոքր որ բակերում աշխատեն եւ ավելի դիմացկուն որ այդ դիքային հատվածները կարողանան մեքենաները տեղաշարժվել։ Այս մասով իրականում հաշվարկները կկատարենք արդեն
վերջնական 100% պատկեր կստանանք, կգնահատենք քաղաքի կարիքը, ըստ դրա արդեն կհասկանանք, դե այդ աշխատանքը հնարավոր է, այդ ձեռքբերումը հնարավոր է 1 տարվա ընթացքում իրականացնել, թե պետք է 1-2 տարվա ընթացքում դա բաժանել եւ ամբողջ ծախսը հասկանալ, որովհետեւ իրականում գործ ունենք բավականին մեծ գումարի հետ։ Մի քանի միլիարդի մասին է խոսքը։ Եվ վերջին հարցը խոսեցինք, որ աղավազ այդ աշխատանքներից հետո, երբ ջերմաստիճանը ցածր է լինում, մերկասառույց է դառնում ճանապարհները, կենտրոնական փողոցները, մայրուղիները բոլորը մաքրվել էին այդ գիշեր, աշխատանքներ տարվել էին, բայց աշխատանքներ տանելուց հետո մենք Արմավիրից վերադառնում էինք եւ տեսանք, որ Միացյալ Նահանգների դեսպանատանից մի քիչ այն կողմ արդեն սահում են մեքենաները, մենք տեսանք, որ սահում են մեքենաները, որովհետև աշխատանքներ այո կատարվել են, բայց հետո մերկասառույց է դարձել։ Չկա այլ մեխանիզմ, որ կիրառման դեպքում կխուսափենք այդ հետևանքներից։ Խոսքը գնում է ամսի 23-ի մասին, որ սահել են մեքենաները։ Այս 24-ին։ Ես անկեղծ ասած նման տեղեկատվության չեմ տիրապետում, որտեղ Իսակովի պողոտան առավոտյան ես անձամբ եմ եղել ու այնտեղ սահող հատված առնվազն չեմ նկատել։ Նորագյուղի հատվածում հնարավոր է դեպի ներս, բայց գլխավոր Իսակովի պողոտայում նման դեպք չի եղել համենայն դեպս։ Նայեք, որոշ դեպքերում անկեղծ ասած մենք գործ ունենք վարորդների հետ, ովքեր շատ չափից շատ զգուշավոր են քշում ու հետո պատճառաբանում ենք, որ մեղավոր է սահմակրման հիմնարկը։ Մերկասառույց հնարավոր է լինի, բայց դա այն չափի չի, որ վարման ընթացքին խանգարի, այսինքն երբ որ մի թեթև սառույց է փողոցին, դե կներեք, եթե ձմեռային անվադողերով ենք վարում մեքենան, եթե մենք ավելի նորմալ ենք վարում մեքենան, այդտեղ մենք պիտի որպես այդպեսին խնդիր չունենանք։ Այսինքն անհնար է միանգամից փողոցները այն վիճակի լինի, որ տես արագի մեջ չորացնենք, որ հանկարծ բան չլինի, որովհետև -10, -15 օրերական -18 աշճան ջերմաստիճանի պարագայում, եթե ձյուն է գալիս, այդտեղ խնդիր ունենք։ Նայեք, օգտագործվող եւ աղավազային խառնուրդը եւ եվրոպական տարբեր երկրներում Ռուսաստանում օգտագործվող ռեագենտները, որոնք քիմիական որոշակի բաղադրություն են, իրենք ձյան տեղումների ժամանակ օրինակ իրենց OGG-ն մոտավորապես 2-3 ժամ է առավելագույնը։ Այսինքն նույն ինչի խնդիր ունեցանք մենք օրինակ վերադառնանք առաջին հարցին, երբ որ ցերեկը տեղումներ եղավ, որովհետև տեղումները սկսեցին 12-ին եւ տևեց մինչեւ մոտ 7-8-ը։ Երբ որ տեղումների ժամանակ դու աղավազային խառնուրդը ցանում ես փողոցներում, ինքը 2-3 ժամ է OGG-ն։ Դրանից հետո իր բաղադրությունը բնականաբար լուծվում է, բացվում է, նոր տեղումը գալիս է եւ քեզ թվում է, որ աշխատանք արված չի։ Մենք օրինակներ կբերեմ Թբիլիսյան փողոցում, Ազատություն պողոտայում, Դավիթ Բեկում, Միասնիկյանում, Իսակովում մենք մեկ ամբողջ օրվա մեջ, այսինքն 24 ժամվա մեջ ստիպված ենք եղել 4-ից 5 անգամ աշխատանք իրականացնել, որ այդ փողոցների երթևեկությունը բացենք։ 4-ից 5 անգամ մենք դա կարող ենք փաստենք, մեր աղցանիշները երբ որ սկսում են այդ աղցան հատվածի աշխատելը, մենք ֆիքսում ենք դրա, մենք մեր համակարգի միջոցով տեսնում ենք, որ փողոցի վրա է աշխատանք կատարել, որի վրա չի կատարվել։ Եվ այսօր պարոն Արյան նաև թիվ հնչեցրեց, մենք մոտ Երևանում օգտագործել ենք 10,000 տոննա աղավազային խառնուրդ։ Նախորդ տարիներին տարեկան միջին ասված օգտագործել է 4,000-ից 6,200 տոննա մաքսիմումը ամբողջ սեզոնի ժամանակ։ Իսկ դեկտեմբերի 27-ից մինչև այս պահը մենք 10,000 տոննա արդեն օգտագործել ենք դա։ Ու երբ որ մարդիկ ասում են օրինակ դա բավոր չենք հավատում եւ այլն, բոլոր այդպիսի ասողներին պատասխանատու ձևով հրավիրում եմ ԵԱՍՄ հիմնարկ հատ ցույց տալու, որ փողոցում ինչքան աղավազային խառնուրդ է ցանվել։ Այսինքն դա անհնար է կասկածի տակ դնել, այսպես ասեմ, էլի, որովհետեւ մենք այդ ամբողջ երթուղին ունենք այդ ու պահպանվում են այո այդ ինֆորմացիան մեր մոտ։ Ես կարող եմ ձեզ օրինակ նայել, փաստագրած ասեմ, որ փողոցի վրա, որ ժամին է միացրել է տեխնիկայի այդ հատվածը եւ մենք տեսնում ենք դա։ Այստեղ չի կարող ինչ-որ մեկը մեզ մեղադրի ու ասի, միա տեխնիկա չտեսա, փողոցները չեն մաքրել, կամ եթե չեն մաքրել, ո՞նց է լինում, գիշերը սառույց է լինում, մերկասառույց, առավոտյան այդ սառույցը այլևս չկա։ Բայց դուր կորավ այդ սառույցը, ուրեմն աշխատանքա չէ կատարվել ամբողջ գիշեր։ Ու անկեղծ ասած են 47 վարորդները, որոնք գիշեր-ցերեկ աշխատանք են կատարել, որոշ դեպքերում նաև իրենց ավտոների մեջ են քնել հանուն երևանցիների, ոնց որ մենք այդ մարդկանց արած ասած ճղենք ու գցենք ջուրը։
Ճիշտ հասկացա, որ այն հատվածները, որտեղ դուք նշեցիք, մի քանի ժամ մեկ աշխատանքներ են տարվել, իսկ ինչու միայն այդ հատվածները։ Ճիշտ չհասկացանք։ Ես ասում եմ տեղեր կան, ստիպված ենք եղել մի քանի անգամ։ Մենք մեր վրա դրված է պատասխանատվություն գլխավոր երկրորդական փողոցների աշխատանքները, մենք դա արել ենք։ Այստեղ խնդիրը ուրիշ բանում է, թե ինչ ժամանակահատվածում ենք արել։ Եթե ունենանք մենք տեխնիկական ռեսուրսների ավելի մեծ քանակ, օրինակ դա կանենք 3 ժամում։ Բայց օրինակ մեր ամեն ավտոմեքենան մենք 3 տիպի ավտոմեքենաներ ունենք։ Մեկը բարձում է 4 տոննա աղվավազ խառնուրդ, մեկը 6, մեկը 10։ Եվ այս ավտոմեքենաները, երբ որ սկսում են աշխատանք կատարել, մեկ գծով իրանք կարող են մեկ լիցքավորմամբ իրականացնել մոտ 8-ից 20 կիլոմետր մեկ գծով փողոցի մաքրման աշխատանք։ Որից հետո այդ ավտոմեքենան պետք է գնա լիցքավորման, լիցքավորվի հետ վերադառնա։ Այդ գնալ գալու վրա միջինը մոտ 1 ժամ ժամանակ է ծախսվում։ Այսինքն տեխնիկա, երբ որ մենք ասում ենք, ինքը պետք է գնա, գա աշխատանք կատարել։ Որոշ դեպքում նաև օրինակ քաղաքացիներն ասում են, մենք տեսնում ենք, որ աղավազ բարձած ավտոմեքենան գնում է եւ աղ չի ցանում։ Չէ, չի ցանում, դատակ չի, մեջը կա, բայց չի ցանում։ Ժողովուրդ ջան, օրինակ Ավանի համար նախատեսված ավտոմեքենան պետք է գնա Ավանում գործ կատարել։ Ոչ թե բոլոր տեղերով ցանի, հասնի Ավան վերջանա։ Այսինքն դա պրիմիտիվ բան է, էլի, այսինքն այդ 37 ավտոմեքենա իրենց դիսլոկացիաներն ունեն, նախապես բաժանվում են, ավարտվեցին, գնում են 4 պահեստներից մեկը, բարձվում են, վերադառնում են իրենց վարչական շրջան, շարունակում են աշխատանքներ իրականացում։ Էս ընդհանուր սխեման սա է։ Ուղղակի քանի որ մեր բնակիչները ոմանք դիտավորյալ թե չգիտեմ այլ ձևով ուզում են ամենագետ Երևալ, այս բոլոր բաները մոռանում են, կարևոր բաղադրիչներ ու ուղղակի քննադատում են քննադատելու համար։ Էլ եմ ասում, այն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում, որ մենք ավելի լավ կարող ենք աշխատել առկա ռեսուրսի պայմաններում, կխնդրեմ գալ հիմնարկ, աջակցել մեզ իրենց խորհուրդներով, մենք բաց ենք այդ մասով, գալ աջակցել, խորհուրդ տալ, ու նաև մեր ընդդիմադիր գործընկերներին, թող գան աջակցել խորհուրդ տան, եթե կարող են այդպիսի։ Իսկ եթե չէ, խնդրում եմ, ընդունենք, որ մենք մաքսիմումը արել ենք մեր ուժերի չափով։ Որոշ դեպքերում նաև մենք դիմել ենք ցերեկվա ժամին դիմել ենք բարեկային ծառայության մեր գործընկերներին եւ անկեղծ ասած, եթե չլինեին բարեկային ծառայողներ, մենք ավելի էական խնդիրներ կունենայինք փողոցներում, որովհետեւ պարզ բան եմ ասում, բնակիչներից շատերը, երբ որ վարում են ավտոմեքենան, տեսնելով աղցան մեքենան, ճանապարհ չեն զիջում։ Կամ գնում էին ու միանգամից հայտնում են աղցան մեքենայի այդ հետևի աղցանի հատվածում, որտեղից մեծ բանով աղավազա ցանվում։ Ու իրենց մեքենան էին վնասում։ Այսինքն հասարակ բան ձյուն է տեղում, պետքա զիջես աղցան մեքենային, որ ինքը արագ կարողանա աշխատանք կատարել, որոշ դեպքերում նույնիսկ իմ աչքի առաջ վազանց են կատարում այդ մեքենային։ Դա մի քիչ նորմալ չի, էլի։ Այսինքն այդ մշակույթն էլ մենք պիտի ունենանք, որ եթե տենում ենք մենք աղցանիշ մեքենան իրանից պիտի պահենք հեռավորություն։ Մի քիչ համբեր ենք, իրան պետք չէ այդ պահին վազանց կատարել։ Ինքը աշխատանք է կատարում։ Ուստի ես ստիպված նաև հայտարարություն տարածեցի այդ մարավսով, որ ժողովուրդ ջան, ձեր ավտոմեքենաների դիմապակիներն եք վնասում, ախր որ մոտիկ եք գնում։ Չեք տեսնում։ Հա, չեք տեսնում, դա խնդիր է առաջացնում։ Մի գնացեք այդ ավտոների մոտ, կամ վազանց եք անում, որ ինչ լինի։ Երևանի վարչական շրջանում ավտոմեքենաներից մեկը վազանցի ժամանակ հարվածել էր ու մեր ավտոմեքենայի կոշը պոկել էր դիմացի մաքրող հատվածը։ Այսինքն հեշտ է քննադատել հիմնարկին, բայց երբ որ տեսնում ես այնքան խանգարողներ կա աշխատանքի մեջ մեզ, որ իրականում խնդիրներ ենք ունենում այս մասով եւս։